երեխաները, ովքեր ներկա են գտնվում դուդուկահար Արսեն Պետրոսյանի դեբյուտային ձայնասկավառակի շնորհանդեսի։ Արսեն Պետրոսյանը ծնվել է երաժշտասեր ընտանիքում, որի արմատները սերում են ջավախքից, և նրա հայրը, ավելի ճիշտ պապիկը, եղել է շնորհալի դուդուկահար։ Իհարկե գեներն իրենց նարել են, և դեր մինչև գրաճանաչ դառնալը 6 տարեկանից Արսենը սկսել է իր առաջին քայլերը երաժշտության ասպարեզում, և իր առաջին ուսուցիչը եղել է Գրիգոր Խաչատրյանը, որը ցավոք սրտի այսօր առողջական խնդիրների պատճառով հիմա ներկա չի։ Արսեն Պետրոսյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթ փառատոների, 2010 թվականին ներգրավել է Շանթ հեռուստատեսության դուդուկի նոր ընտրյալներ նախագծի տասնյակի մեջ։ Այժմ նա սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ժողովրդական գործիքներ բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում, ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի։ Արսենը զուգահեռ աշխատում է հայ ավանդական երաժշտության անսամբլում, արվեստի վաստակավոր գործիչ թառահար Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ։ Նա նաև աշխատում է Նարեկացի անսամբլում, որի ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ թառահար Արտեմ Խաչատուրը։ Տարբեր համերգներով Արսենը շրջագայել է մի շարք երկրներում, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և այնտեղ էլ ծանոթացել է Արսենը Ռաֆի Մենեշյանի հետ, որը հանդիսանում է Պոմեգրանատ մյուզիկ ընկերության հիմնադիր գործադիր տնօրենը։ Ռաֆի Մենեշյան։ Իսկ իրենց ծանոթության արդյունքում ծնվել է Արսեն Պետրոսյանի մասնակցությամբ ձայնասկավառակի ձայնագրման գաղափարը։ Իսկ հիմա մենք բոլորս ներկա կգտնվենք այդ աշխատանքի, ավելի ճիշտ առաջին հանդիսատեսը կլինենք այդ ահռելի գեղեցիկ աշխատանքի։ Ձայնասկավառակը կոչվում է Չարենցավան։ Այն կազմված է 9 ստեղծագործություններից, որոնցից 2-ը կատարվել է հայ ավանդական երաժշտական անսամբլի մասնակցությամբ։ Իսկ այժմ կցանկանանք խոսք ուղղել Ռաֆի Մենեշյանի։ Thank you, everybody. Thank you very much, Irene, and also to the Silk Road Hotel for hosting this wonderful event, and especially to Datev. So thank you very much for the Silk Road Hotel. I'd like to go ahead and really acknowledge some very special guests today, one of which is Arsen's mother, Elena Petrosyan. So a big round of applause for her. I'd like to also acknowledge, one more time, the great Duduk master, Gevor Tabagyan. And some very important people in really the development of Arsen's career and also in helping out with this project. Mr. Arman Padarian, who helped identify Arsen's talent many years ago, and we worked together to go ahead and concertize. So thank you to Arman. Lusine Karsarjan as well. She's here today. Aram Hajan and Arto Van for their friendship and support in basically helping us every step of the way and realizing this project as well. Berta Mardedosian for her wonderful, stunning photography on the CD project. To Miga Margarian for being the recording engineer on this particular project. Arsene Khachikian for her wonderful design. And I would say probably most importantly to all of the musicians on this project. Just a very brief word about Pomegranate Music. I've been doing business for 15 years, not necessarily with my head, but with my heart.
It means a lot to me to basically present this project 15 years later, after our first CD presentation, in which Gor Mkhitaryan debuted on our label, Hovir Chamber Choir, the Elder Bombir, Yaakov Kolanyan, Mugardich Makayanyan, and also various choirs in the Nagorno-Karabakh. Arsen's project is the latest labor of love for our particular label. But instead of talking about the label, I want to talk about Arsen just a little bit. And just say that I've known Arsen for 8 years, and Armin and I toured across the United States. As a 14 and 15-year-old young duduk player and adolescent, at that time he showed ambition, talent, and this great love of his craft. Շնորհակալություն, իսկ այժմ կխոսի մեր դեբյուտանտը, Արսեն Պետրոսյան. Բարև ձեզ հարգելի հյուրեր, նախ շնորհակալություն բոլորիդ այստեղ գտնվելու համար։ Սա իմ կյանքում իրոք կարևոր իրադարձություն է, առաջին ձայնասկավառակը, որի համար աշխատել ենք մի ամբողջ թիմով։ Ռաֆին շատ գեղեցիկ ներկայացրեց իհարկե անգլերենով ընդհանուր ծանոթությունը եւ աշխատանքը։ Ինձ մնում է միայն շնորհակալական խոսքեր ասել իմ բոլոր ընկերներին, երաժիշտներին եւ այն մեծ թիմին եւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում, ովքեր աշխատել են այս պրոջեկտի վրա։ Շնորհակալություն բոլորիդ եւ հուսանք հաջողություն կունենա մեր նախագիծը։ Եվ մնացած նաեւ ուրիշ իմ ընկեր երաժիշտներին, ովքեր մասնակցություն են ունեցել իմ ձայնասկավառակի մեջ։ Շնորհակալ։ Կարծում եմ բանալից շատ հետաքրքիր կլինի լսել նաև Արսեն Պետրոսյանի դասախոսին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբախյանի։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, այսօր շատ ուրախ եմ, որ այսօր Արսենը իմ հրաշալի ուսանողներից մեկը իր առաջին շատ կարևոր քայլերից մեկն է կատարում երաժշտական աշխարհում։ Ես ուզում եմ շնորհավորել Արսենին այս գեղեցիկ ճանապարհի առաջին կարևոր քայլի առումով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսենի ծնողներին։ Ես հիշում եմ նրա առաջին քայլերը, նրա ծնողների հոգատարությունը, սերը եւ խորին հարգանք եմ տածում այդ ամենի հանդեպ։ Ուզում եմ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, իդեմս պարոն Ռաֆի, ովքեր մեծ աշխատանքի, նվիրումի եւ նպատակասլացության արդյունքում օգնել են մեր շատ սիրելի Արսենին այս կարևոր ասպարեզում, այս կարևոր քայլը անելու համար։ Ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ Արսենին ցանկանում եմ կանաչ ճանապարհ, իր աշխատասիրությունը, իր եռանդը, որը ես տեսնում եմ եւ ողջևորվում, ցանկանում եմ, որ նա ունենա նորանոր հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ։ Շնորհակալություն բոլորիդ։ Իսկ այժմ մենք կլսենք Չարենցավան ձայնասկավառակից երկու ստեղծագործություն։ Իդեպ այն մարդիկ, ովքեր կցանկանան ինչ-որ խոսք ուղղել կամ բարեմաղթանք ասել, կարող են ստեղծագործությունից հետո մոտենալ։